դուք չեք կարող ուղղակի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում մեր օգտին չքվեարկել, որովհետև հակառակ դեպքում դուք մինիմում մնալու եք անգործ, մաքսիմում ձեզ սպառնում է հաշմանդամության գուցե թեթև։ Չնայած ԶԼՄ-ների դեմ ամենաշատ քրեական վարույթները հարուցվել են հենց Փաշինյանի օրոք, բայց այսօր լրագրողական անցյալ ունեցող պաշտոնյան լրատվամիջոցներին դիտարկում է որպես թշնամու կերպար։ Թիրախը հստակ է՝ ցույց տալ, որ որևէ գործընթաց չի կարող ազդել իր իշխանության վրա։ Իր թիմի անդամներին ներքին ուղերձ է տալիս, որ իրենք ուժեղ են եւ որևէ հարց չկա իրենց ուղղությամբ, եւ մյուս դեպքում նյարդայնացնում է մյուս հատվածին։ Սկսվում են քննարկումներ, այդ քննարկումները միայն նպաստում են Նիկոլ Փաշինյանի վարկանիշի բարձրացմանը։ Բայց այդպես չի, հասարակության մեծ մասը արդեն հոգնել է քաղաքական այս ամբողջ թոհուբոհից։ Երբ երկրի առաջին դեմքը շեշտում է, թե լրատվամիջոցները երբեք այսքան ազատ չեն եղել, բայց հաջորդ նախադասությամբ խոսում է իշխանափոխության դեպքում լրագրողների հավանական հաշմանդամության մասին, սա դիտարկվում է որպես ուղղակի ճնշում եւ սպառնալիք ազատ խոսքի նկատմամբ։ Բոլոր այն մարդիկ, ովքեր քննադատում են, ովքեր քննադատական խոսույթով են հանդես գալիս, ովքեր փորձում են ինչ որ բանի մասին բարձրաձայնել, նրանք դիտարկվում են թշնամու կերպարով եւ այս դեպքում լրագրողներին հենց այդ կերպարի մեջ մտցնելն է եւ բնականաբար այո դա խոսքի ազատության ոտնահարում է։ Սոցիոլոգիական հարցումները փաստում են 2018 թվականի վստահության պաշարը սպառված է։ Այսօր իշխող թիմի միակ նպատակը սեփական աթոռների փրկությունն է, նույնիսկ եթե դա պահանջում է հարձակում սեփական հասարակության վրա, կոպիտ բառապաշարով եւ պարտադրանքի լեզվով։ 18-ին եղած այդ շատ մեծ վստահությունը հասարակության կողմից այս տարիների ընթացքում սպառվել է, որովհետև համակարգային աշխատանք տեղի չի ունեցել եւ այդ հաղորդակցությունը 1 տարի հետո ընդհանրապես հասարակության հետ ամբողջությամբ կտրվեց եւ այս ամբողջը հենց դրա արդյունք է եւ հիմա ընդամենը փորձեր են փրկելու իշխանությունը դրա համար մեծից փոքր իշխանության ներկայացուցիչները, քաղաքացիական պայմանագիր կուսակցության բոլոր անդամները լծված են այն գործի, թե ինչպես անեն, որ չկորցնեն իշխանությունը։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։